Ես նախորդ ելույթ ունեցողի բացարձակ հակառակ պնդումը պիտի անեմ, չփորձելով մտնել իրավագիտության մեջ, կասկածի տակ էլ չեմ դնում, որ իրավունքի մասնագետները իրավական հիմք են տալիս այն պատվերին, ինչ պատվեր իրենց իջեցնում են, եւ այստեղ քաղաքական որոշումը նման պատվեր է դրել, եթե պատվերը դնեին, որ 6-ը հանձնաժողով պիտի լինի, նույն կերպ կհիմնավորեին այդ 6-ը ու կասեին սա է ճիշտը։ Ընդհանուր առմամբ ես իշխանության տեսակետը ներկայացնող զեկուցողի հետ համաձայն եմ մի հարցում միայն, որ անկախ նրանից այդ հանձնաժողովը կլինի թե չէ, անկախ նրանից մենք ազգային ժողովում կլինենք թե չէ, պատգամավոր կլինենք թե չէ, մենք մարդու իրավունքների համար պայքարելու ենք։ Պայքարել ենք եւ շարունակելու ենք պայքարել, այդ միանշանակ է։ Այստեղ երկու տեսակետ լինել չի կարող։ Իմ գործընկեր Էդմոն Մարուկյանի ինչու 8 հանձնաժողով չեն, ու այդ 8 հանձնաժողով չլինելու պարագան բարձրաձայնելուց հետո հանրապետական խմբակցության արձագանքը ակնհայտ իմ կարծիքով ամբողջ դահլիճին հիմնավորեց, որ դա քաղաքական որոշում է։ Նաև ակնհայտ դահլիճի համար հիմնավորում էր պարոն Ուրիխանյանի առաջարկը, երբ որ ասեցին, որ այդ որոշողը մենք չենք, այ խմբակցություններով թող գնան որոշեն։ Այսինքն որոշել են, ասել են, հիմնավորել ենք այսպես։ Ես ուզում եմ հասկանալ, լավ, նախագահը ձերն է, ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ինչ մտավախություն ունեք, ինչն է խանգարում, ինչ է անելու ելգդաշինքը, որ մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի, այդ ինչ խնդիր է, ինչ պրոբլեմ կա սրանում, իմ կարծիքով բացարձակ որևէ խնդիր չկա, ու պետք չի այդ 6 ամիս հետո թողելու, ասելու, որ հիմի արդեն որոշել ենք, այ 6 ամիս հետո կնայենք, էլի տղեկ ձեզ լավ պահեք, 6 ամիս հետո այդ կտանք, խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մեր լինելունը չի, բայց չէ որ ասում ենք, որ այս նոր խորհրդարան է, որ այս նոր խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դնեն, որ աղբորպես պիտի աշխատենք, այ հանրապետական աղբերներ ջան, ձեր նախագահն էլ էր այդ ասում, միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք, էդ էլ էր ասվում, բերում են հաշվից հանձնաժողովի խնդիրը ասում եք, չէ, մենք շատ ենք, պիտի մենք շատ լնենք, ես ձևա, պիտի ես ձև էլ գնա, առաջարկում ենք թեկնածու, ասում են ինչ հիմք, մեծամասնությունը մենք ենք, դուք թեկնածու ունենաք, Դոնթի Բանաձևը օրինակ դարձրած ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմպելով գնում եք, հետո ուր եք հասնելու այդ դոմպելով, ինչ է տալու այդ երկրին, ինչ որ բան է փոխելու, չգիտեմ, ամեն ինչ անում եք, որպեսզի հիմնավորեք, որ քանի որ այստեղ դուք մեծամասնություն եք, դուք շատ եք, մնացածն ավելորդ են, մնացածը անելիք չունեն, իզուր էլ գալիս են, դուք ոնց ուզեք են ձև անելու եք, դուք եք որոշողը ու որոշումը ձերն է լինելու, այ դուք եկեք տեսակետներ ասեք, մենք էլ գանք նենց գիտական, փորձենք իրավաբանական ֆակուլտետի ուսանողի նման ձեզ դաստիարակել, սովորեցնել օրենքնես է, որտեվ մենք այդ գիտենք ու ճիշտն է, այդպես չի, եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շեմքի հիմքերը վատ է լցրած, 10,000 դրամով է լցրած, անկյունակարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում խնդիրները շատ բարդ են լինելու, ես նորից բոլորիդ կոչ եմ անում, որ նայեք, որ իսկապես մարդու իրավունքների հանձնաժողովը ելք դաշինքին տալով, այնտեղ ներկայացված իրավաբան մասնագետներին լավ ճանաչելով, թե Արտակ Զեյնալյանին, թե Էդմոն Մարուկյանին, որոնք այդ գործով տարիներով զբաղվել են, թե Նիկոլ Փաշինյանին, որը անընդհատ բանտերով պտտվել է, Հայաստանի Հանրապետությունը այդ ոլորտում կունենա լուրջ առաջընթաց։ Այս այն թեման է, որ իսկապես ես համոզված եմ, որ կբարձրաձայնվի նաև աշխարհով մեկ։ Այս այն թեման է, որ օգուտ կբերի։ Այս այն թեման է, որ հանրության մեջ տեսակետ կփոխի։ Կանեք դա ապրեք, չեք անի, ձեր գործն է։ Մենք էլի մարդու իրավունքները պաշտպանելու ենք։ Շնորհակալություն։